Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի կառավարության որոշմամբ պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման եւ շուկայում վաճառքի կարգավորումների կիրառումը կհետաձգվի 4 տարով։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Գոբախիձեն հայտարարել է կառավարության նիստում։ Ինչպես հայտնի է, պլաստիկի օգտագործումը վնասում է ինչպես մարդկանց առողջությունը, այնպես էլ շրջակա միջավայրը։ Մի քանի կարևոր քայլ արդեն ձեռնարկվել է պլաստիկի սպառման նվազեցման ուղղությամբ։ Այս գործընթացը կշարունակվի փուլ առ փուլ։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք այս գործընթացի հետ կապված կողմնակի գործոնները, այդ թվում բիզնեսի սուբյեկտիվ շահերը, ինչպես նաև կոնկրետ կարգավորումների հնարավոր ազդեցությունը սպառողական գների վրա։ Գոբախիձեն տեղեկացրել է, որ ակտիվ խորհրդակցություններ են ունեցել բիզնես հատվածի հետ։ Դրա համար շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարին։ Վրաստանի վարչապետը նշել է, որ խորհրդակցություններից հետո որոշում են կայացրել պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման եւ շուկայում վաճառքի կարգավորումների կիրառումը հետաձգել 4 տարով մինչեւ 2031 թվականի փետրվարի 1-ը։ Փետրվարին Վրաստան փոխանցված դրամական միջոցների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 17.1%-ով, հասնելով 295.3 միլիոն դոլարի։ Միաժամանակ Վրաստանից արտերկիր փոխանցված գումարների ծավալն աճել է 14.8%-ով, կազմելով 33 միլիոն դոլար։ Այս մասին նշված է Ազգային բանկի հրապարակած հաշվետվության մեջ։ Ազգային բանկի տվյալներով աճի մեջ հիմնական ներդրումն ունեցել են Եվրոպական միությունից ստացված դրամական փոխանցումները տարեկան 19.8% աճով, 14.4%-ով շարունակել են աճել Միացյալ Նահանգներից ստացվող փոխանցումները, իսկ Ռուսաստանի դրական ներդրումը փետրվարին կազմել է 2.3%-ային կետ։ Փետրվարին դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Եվրամիության երկրներն են 45.4%, որոնց հաջորդում են Միացյալ Նահանգները 18.4% մասնաբաժնով եւ Ռուսաստանը 11.9% մասնաբաժնով։ Եվրամիության երկրների շարքում ամենաշատ փոխանցումները ստացվել են Իտալիայից, Գերմանիայից եւ Հունաստանից, նշված է Վրաստանի ազգային բանկի հաշվետվության մեջ։ Թուրքիայի անվտանգության ուժերը բերման են ենթարկել 2 հոգու։ Նրանք կասկածվում են Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանության հատուկ ջոկատայինների վրա հարձակում գործած ահաբեկիչների հետ առնչություն ունենալու համար։ Հարձակումն իրականացվել է ապրիլի 7-ին կեսօրին մոտ։ 3 հարձակվողներից մեկը սպանվել է, 2-ը վիրավորվել են։ Թեթև վնասվածքներ են ստացել նաև 2 ոստիկան, այս մասին ավելի վաղ հայտնել էր Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով հարձակվողները Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանք Ստամբուլ են ժամանել վարձակալված մեքենայով Իզմիտ քաղաքից։ Ահաբեկիչներից 2-ը եղբայրներ են։ Պարզվել է, որ հարձակման ժամանակ սպանված անձը Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման անդամ է եղել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը քննություն է իրականացնում հարձակման փաստով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքն Գյուրլեքը։ Իսրայելի գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Լևենտ գործարար թաղամասում, որտեղ տեղակայված են նաև խոշոր ընկերությունների եւ բանկերի գրասենյակներ։ Ինչպես հայտնել է Ստամբուլի նահանգապետը, դիվանագիտական ներկայացուցչությունը փակ է եղել վերջին 2.5 տարվա ընթացքում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած հարձակումը, այն անվանելով սարսափելի ահաբեկչական գործողություն։ Ռազմական արդյունաբերության միջոցառման ժամանակ ելույթ ունենալով Էրդողանը նշել է, որ 3 հարձակվողներից մեկը սպանվել է, իսկ 2-ը վիրավորվել եւ ձերբակալվել են։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայում վստահության մթնոլորտը խաթարվի այնպիսի նողկալի եւ ժամանակին չհամապատասխանող սադրանքներով, ինչպիսին այս միջադեպն էր։ Թուրքիայի Քոնյա քաղաքում մեկնարկել են Անատոլիական Փյունիկ 2026 միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։ Վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության եւ փոխգործակցության բարձրացման հմտությունները, կատարելագործել հրամանատարական եւ վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունը, իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ արտակարգ իրավիճակներում, արդյունավետորեն իրականացնել փրկարարական աշխատանքներ
օգտագործել ջրում եւ ցամաքում, ինչպես նաեւ դժվար անցանելի տեղանքում, անվտանգ կերպով տարհանել օդաչուներին, ապահովել օդային աջակցություն եւ բարելավել օդային երթևեկության կարգավարների աշխատանքը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ գործողությունները, եթե Թեհրանը համաձայնի անհապաղ եւ ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով Իրանի հետ ժամանակավոր հրադադարն ամբողջական եւ վերջնական հաղթանակ է։ Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի եւ ֆելդմարշալ Ասիմ Մունիրիի հետ զրույցներից հետո ես համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար։ Թրամփը նաև նշել է, որ Իրանը համաձայնել է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նախկինում արկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել եւ պաշտոնականացնել համաձայնագիրը։ Մեկ այլ գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանը ցանկանում է, որ խաղաղություն լինի։ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված հարցերում։ Դրական զարգացումներ են սպասվում, մեծ գումարներ կաշխատենք։ Իրանը կկարողանա սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք տարբեր պաշարներ կկուտակենք եւ պարզապես կհետևենք համոզվելու, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ոսկե դարը։ Սպիտակ տան ղեկավարը նաև չի հերքել, որ Պեկինը դերակատարում է ունեցել Թեհրանին բանակցային սեղան վերադարձնելու գործում։ Թրամփը հավելել է, որ իրանական ուրանի հարցը դեռ օրակարգում է եւ պետք է ամբողջությամբ լուծվի։ Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կայացված կարևոր որոշումը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում Պակիստանի ջանքերը, եւ խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղություն պահպանելու համար։ Հաշվի առնելով 15 կետանոց ամերիկյան առաջարկի հիման վրա բանակցություններ սկսելու Վաշինգտոնի խնդրանքը եւ Իրանի 10 կետանոց առաջարկի շրջանակն ընդունելու Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, Իրանի ազգային անվտանգության խորհրդի անունից հայտարարում եմ, եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր բանակը կդադարեցնի պաշտպանական գործողությունները, նշել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա հավելել է, որ հրադադարի 2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդն էլ հայտարարել է, որ հակառակորդը պարտվել է Իրանի ժողովրդի դեմ պայքարում։ Ըստ խորհրդի, Վաշինգտոնն ընդունել է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը, ընդունել է ուրանի հարստացման իրավունքը, համաձայնել է չեղարկել պատժամիջոցները, փոխհատուցում վճարել Իրանին, դուրս բերել ամերիկյան ուժերը տարածաշրջանից եւ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանը հասել է իր գրեթե բոլոր նպատակներին։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները չեն նշանակում Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտ։ Կառույցը նաև սպառնացել է արձագանքել ամբողջ ուժով, եթե Միացյալ Նահանգները հրադադարի ընթացքում թույլ տա ամենափոքր սխալը։ Իսրայելից ողջունել են Վաշինգտոնի հայտարարած հրադադարը, սակայն հերքել են, որ այն վերաբերում է նաև Լիբանանին։ Այնտեղ ռազմական գործողությունները շարունակվելու են, քանի որ Իսրայելը մտադիր է ոչնչացնել Հեզբոլահին։ Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը, եթե Իրանը անհապաղ բացի նեղուցները եւ դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների վրա հարձակումները։ Իսրայելը նաև աջակցում է Միացյալ Նահանգների ջանքերին ապահովելու, որ Իրանն այլևս միջուկային հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Չնայած Բենյամին Նեթանյահուի բավական զուսպ արձագանքին, ամերիկյան եւ իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հրեական պետությունում մի շարք պաշտոնատար անձինք դատապարտել են Վաշինգտոնի որոշումը եւ Իրան-Միացյալ Նահանգներ ժամանակավոր հրադադարը։ Իսրայելում մտահոգված են, որ դեռ ոչ բոլոր նպատակներին են հասել։ Երկրի ընդդիմությունը քաղաքական աղետ է որակել հրադադարը։ Զուգահեռ Թեհրանից նախազգուշացրել են պատրաստ են ցանկացած սցենարի եւ հնարավոր ագրեսիային արձագանքման միջոցներ են մշակում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եգիպտոսի արտգործնախարարությունը եւ Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կառավարությունները ողջունել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը։ Գուտերեշը կոչ է արել Մերձավոր Արևելքում առկա հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները եւ հետեւել հրադադարին տարածաշրջանում երկարատև եւ համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար։ Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պակիստանի եւ Թուրքիայի հետ համատեղ Եգիպտոսը շարունակելու է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման ուղղված ջանքերը։ Կահիրեն նաեւ կարծում է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները պետք է հաշվի առնեն Պարսից ծոցի երկրների անվտանգության օրինական շահերը։ Միացյալ Նահանգներ Իրան երկշաբաթյա հրադադարի համաձայնությանն աջակցել է նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Մալայզիան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ողջունել է Միացյալ Նահանգներ Իրան հրադադարի համաձայնագիրը եւ կոչ է արել Լիբանանին ներգրավել։ Պաշտպանության խորհրդի նիստի սկզբում ելույթ ունենալով Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ակնկալում է, որ հրադադարը լիովին պահպանվի տարածաշրջանում առաջիկա օրերին եւ շաբաթներին, հավելելով, որ բանակցությունները միակ միջոցն են երկարատև կայունություն ապահովելու համար։ Մակրոնը նաեւ ողջունել է Իրանի հայտարարությունը, որ պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, ասելով, որ Ֆրանսիան մոտ 15 գործընկեր երկրների հետ աշխատում է պաշտպանական ծովային առաքելության ծրագրերի վրա նավագնացությունը վերսկսելուն նպաստելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը եւս ողջունել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կնքված հրադադարը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի մեջ ընդգծվել է ժամանակավոր հրադադարի լիարժեք պահպանման կարեւորությունը եւ հույս է հայտնվել, որ երկու կողմերն էլ կհետևեն դրան։ Մենք կշարունակենք մեր լիակատար աջակցությունը ցուցաբերել Իսլամաբադում բանակցությունների հաջող անցկացմանը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ապրիլի 10-ին կայանալիք Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի Իսլամական խորհրդակցական խորհրդի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է իսնագործակալությունը։ Ըստ արկա տեղեկությունների, ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հայտնի է դարձել, որ ամերիկյան պատվիրակության մեջ ներգրաված կլինեն նաև Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները։ Իրանի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագրի շրջանակը ներառում է ոչ միայն միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային անվտանգությունը, այլև վերջին շուրջ 45 տարիների ընթացքում Իրանի դեմ սահմանված առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների չեղարկումը, գրում է իրանական լրատվամիջոցը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին եւ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։ Ալիևը գոհնակությամբ նշել է, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են գործակցության եւ եղբայրության ոգով։ Նա ընդգծել է, որ պետությունների ղեկավարների փոխադարձ այցելությունները, կողմերի միջև քննարկումները եւ որոշումներն ավելի են մոտեցնում երկու ժողովուրդներին եւ պետություններին եւ ամրապնդում են գործակցության ներուժը։ Ալիևը վստահություն է հայտնել, որ համատեղ ներդրումային հիմնադրամի ներուժը լիովին կօգտագործվի, ընդգծել է, որ մի շարք նախագծեր արդեն մշակման փուլում են։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Երմեկ Կոշերբաևը Ադրբեջանի նախագահին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ողջույնները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատվում Ղազախստանում։ Հանդիպման ժամանակ գոհնակությամբ նշվել է, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում տնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի, ներդրումների, էներգետիկայի, կանաչ էներգիայի եւ այլ ոլորտներում, եւ ընդգծվել է գործակցության հետագա ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են միջին միջանցքը, անդրկասպյան կանաչ էներգիայի միջանցքը եւ օպտիկամանրաթելային գծի նախագծերը, ընդգծելով, որ Ադրբեջանն ու Ղազախստանը հաջողությամբ գործակցում են այդ շրջանակներում։ Նշվել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, նաեւ TRIP նախագծի դերը տարածաշրջանային համագործակցության եւ տրանսպորտային կապի առումով։ Մենք ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հայտարարված հրադադարը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Մենք բարձր ենք գնահատում հրադադարի միջնորդությամբ հանդես եկած բոլոր կողմերի ջանքերը։ Հուսով ենք, որ այս հրադադարը կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը եւ երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը։ Պաշտոնական Բաքուն կոչ է արել կողմերին կառուցողական երկխոսության, առկա խնդիրների լուծման եւ փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով։ Ադրբեջանը միշտ պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ համագործակցության ամրապնդման ուղղված նախաձեռնություններին, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։